կարևոր է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև շփումները եւ փոխայցերը, սահմանազատման հանձնաժողովների միջև շարունակական աշխատանքը, բայց էլի շոշափելի վկայություն նրա, որ խաղաղությունը, որի մասին խոսում ենք, դա մի հերու գաղափար չի, այն կա գոյություն ունի եւ մենք շոշափելի է բավականին, դա բազմից ասել ենք եւ կրակոցների եւ զոհերի ուրեմն բացակայությունն է Հայաստանի Ադրբեջանի միջև սահմանին եւ հիմա արդեն անմիջապես օգոստոսի 8-ից հետո հիշում եք Ադրբեջանը բացեց իր տարածքը դեպի Հայաստան բեռների համար Ղազախստանից եւ Ռուսաստանից եղան ներմուծումներ եւ հիմա հակառակ ուղղությամբ էլ կլինի Հայաստանը հայտարարեց իր տարածքը եւս բաց է եւ կարող են տարանցումները տեղի ունենալ եւ ավելին սկսվեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ուղղակի երկկողմ առևտուր հայկական ընկերությունները ադրբեջանական ընկերություններից նավթամթերք են առնում գնում են եւ այսօր երկու երկրները քննարկում են նաեւ այն մնացած ապրանքների ցանկը, որոնք հավանական է, որ կարող են էլի հետաքրքրություն փոխադարձ ներկայացնել իրար ընկերությունների համար։ Ես վստահ եմ, որ առաջիկայում նոր ուրեմն ապրանքներ կհամալրեն այս առևտրի ցանկը, սա շատ շոշափելի վկայություն է խաղաղության եւ նաեւ մի կողմից վկայություն է ուրեմն խաղաղության, մյուս կողմից իր հերթին գալիս է ուրեմն հակադարձ բանով ազդեցությամբ ամրապնդել այդ խաղաղությունը, բայց մեկը որքան էլ որ խոսենք տնտեսական հնարավոր համագործակցության, տարանցիկ ուրեմն փոխադրումների մասին, մշտապես հարց կա եւ այդ հարցը հնչում է շարունակաբար, որոնք են երաշխիքները, որոնք պետք է ուրեմն երաշխավորեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը այս հարցը ես անհրաժեշտ եմ համարում շարունակաբար հասցեագրել, խոսել, մեծ հաշվով մենք բոլորս տեսել ենք բազմաթիվ կնքված խաղաղություններ, գործող խաղաղություններ, որոնք ունեցել են այս կամ այն երաշխավորը կամ երաշխավորների խումբը, եւ ահա երբ այս հարցը մշտապես առաջանում է, որոնք են երաշխիքը կամ որոնք են երաշխավորները, որոնք պիտի փրկեն մեր խաղաղությունը, ես միշտ հիշում եմ բազմաթիվ խաղաղություններ, որոնք գրված երաշխավորների խումբ են ունեցել եւ չեն գործել եւ հաճախ հետաքրքրաբար կան խաղաղություններ, այսպես ասած ճակերտավոր, որոնք չեն գործել եւ խախտողներ եղել են երաշխավորները։ Ի վերջո եկեք խոստովանենք, որ այդ երաշխավորները երաշխավորելիս որոշակի շահեր են հետամուտ, իրենց շահերին են հետամուտ լինում եւ դրանք ինչ որ ժամանակի ինչ-որ պահի թելադրում են այլ գործողություններ, քան երաշխավորել խաղաղությունը եւ հիմա մեր դեպքում ի վերջո որն է, երբ որ թղթի վրա ոչ մի երաշխավոր չկա գրված։ Ես խորապես համոզված եմ, որ բոլոր իրական խաղաղությունները խաղաղություն են եւ մնում են, քանի դեռ եւ այնքանով որքանով այդ խաղաղությունը շահավետ է խաղաղության կողմերի համար, ոչ թե ինչ որ պայմանական երաշխավորների։ Եվ ուրեմն եթե եւ քանի դեռ մեր խաղաղությունը շահավետ կլինի Հայաստանի համար եւ շահավետ կլինի այս դեպքում Ադրբեջանի համար, այդ խաղաղությունը կշարունակի գործել։